Իմ գործունեությունը բնականաբար որևէ փոփոխություն չի կրի եւ ես կարծում եմ, որ այս ընթացքում էլ որևէ փոփոխություն չի կրել եւ ես ուրախ եմ, որ կարողացել եմ բանտում էլ զբաղվել նրանով, ինչով զբաղված եմ եղել ազատության մեջ։ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմությունը հստակ խնդիրներ է առաջադրել եւ մենք բոլորս պետք է հասկանանք, որ ներքաղաքական հետագա զարգացումների տրամաբանությունը մեծապես կախված այն արձագանքից, որ իշխանությունը կցուցաբերի այդ առաջարկների նկատմամբ։ Կգնա Սերժ Սարգսյանը նման քայլի, Հայ ազգային կոնգրեսը ունի դրան համապատասխան արձագանք, չի գնա Սերժ Սարգսյանը նման քայլի, Հայ ազգային կոնգրեսը ունի համապատասխան արձագանք։ Ինձ համար նաև բանտում հասկանալի չէր, թե այնուամենայնիվ որտեղից են բխում տրամադրությունների փոփոխության մասին խոսակցությունը, ռազմավարության կամ մարտավարության փոփոխության մասին խոսակցությունը։ Տեսեք, 2008 թվականին, երբ որ Հայ ազգային կոնգրեսը ստեղծվում էր, Հայ ազգային կոնգրեսը երկխոսություն վարելու համար ուներ մեկ նախապայման իշխանության առաջ։ Այսինքն մեկ քաղբանտարկյալների ազատ արձակման պարագայում Հայ ազգային կոնգրեսը առանց իշխանության որևէ քայլի, որևէ արձագանքի պատրաստակամություն էր հայտնել ներքաղաքական համակարգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ գնալ երկխոսության։ Այսինքն այն ժամանակ կար մեկ նախապայման, 2011 թվականին այդ նախապայմանները դարձան 3։ Այսինքն եթե այսպես ենք նայում, այս ընթացքում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ոչ թե մեղմացել, այլ կոշտացել է։ Մեղմացում ներքաղաքական դաշտում իհարկե եղել է, բայց դա եղել է իշխանության դիրքորոշման մեղմացում, ոչ թե Հայ ազգային կոնգրեսի։ Պահանջում ենք Սերժ Սարգսյանի հեռացումը 2008 թվականին, երբ որ պահանջում ենք։ Ինչ մեխանիզմ կար դրա համար։ Դրա համար կան մի քանի մեխանիզմներ։ Երկխոսությունը, բանակցությունը այդ մեխանիզմներից մեկն է։ Այսինքն Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հարցի հետ կապված, այսինքն մենք արտահերթ նախագահական ընտրությունների թեմայով ենք, չէ՞, մենք բանակցությունների օրակարգ ենք առաջ քաշում արտահերթ նախագահական ընտրությունները։ Արտահերթ նախագահական ընտրություններ հնարավոր են քաղաքական process-ում երկու պարագայում, երբ որ impeachment տեղի ունենա եւ հրաժարական տեղի ունենա։ Երբ որ մենք ասում ենք, որ երկխոսությունը տեղի ունենալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կարգախոսով, դա արդեն ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը ուժի մեջ է, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը չհեռանա, արտահերթ նախագահական ընտրությունները ինչպես են տեղի ունենա։ Հայ ազգային կոնգրեսը երբեք չի գնա անպարկեշտ գործարքների։ Ուրեմն ես դա ասում եմ միանշանակ։ Դա բացառված է, որովհետև եթե ես օրինակ ինքս համարում եմ, որ եթե ես երբևէ լինեմ, դա բացառված է, չի կարող լինել, բայց եթե այդ հարցը ձեզ այդքան հետաքրքրում է, եթե նման բան տեղի ունենա, նշանակում է դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ապրած ամբողջ կյանքի վրա։ Քաղաքականության մեջ կարևորը նպատակներն են, բարձր նպատակները։ Ինձ համար իմ քաղաքական գործունեության նպատակը այն Հայաստանն է, որտեղ իրականությունը, իրողությունները 100%-ով համապատասխանում են այն սահմանումներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Եվ երբ որ ենթադրենք ինչ որ ժամկետում այդ նպատակները չեն իրագործվում, դա չի նշանակում, թե դրանք դադարում են նպատակ լինելուց։ Երբ որ մենք ասել ենք, որ պայքարելու ենք այդ նպատակի համար մինչև վերջ չի նշանակում մինչև սեպտեմբերի վերջ կամ մինչև դեկտեմբերի վերջ։ Մինչև վերջ նշանակում է պայքարել այնքան, մինչև այդ իրողությունները հստակ նպատակները իրագործված են։ Եվ ես ուզում եմ եւս մի մեկնաբանություն անել, թե ինչ նկատի ունեմ օրինակ Ազատ եւ Երջանիկ Հայաստան ասելով։ Ես նկատի ունեմ հետեւյալը, որ իշխանությունը ոչ միայն ձևավորվում է ընտրությունների ազատ արդար թափանցիկ ընտրությունների միջոցով, այլև գործող իշխանությունները հեռանում են ազատ արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Ես ասել եմ, եթե Հայ ազգային կոնգրեսը
առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններով գա իշխանության, երկրում հաստատի խոսքի ազատություն, տնտեսական վիճակը բարելավի, արտաքին քաղաքական ասպարեզում հաջողություններ հասնի, այդպիսի բազմաթիվ հաջողություններ հասնի, ես չեմ համարի, թե Հայ ազգային կոնգրեսը կատարել է իր քաղաքական եւ պատմական առաքելությունը։ Հայ ազգային կոնգրեսի պատմական եւ քաղաքական առաքելությունը կատարված կհամարեմ այն ժամանակ, երբ որ Հայ ազգային կոնգրեսը ինչպես ազատ արդար թափանցիկ ընտրություններով եկել է իշխանության, այնպես էլ ազատ արդար թափանցիկ ընտրություններով հեռանա իշխանությունից։ Ռուբեն Հակոբյանը այդպես տանջվում է Արտուր Բաղդասարյանի համար, թող ինքը ներողություն խնդրի նրանից։ Լևոն Տեր-Պետրոսյանը առավել եւս որևէ մեկից Արտուր Բաղդասարյանից ներողություն խնդրելու որևէ բան չունի։ Եվ կարծում եմ, որ ոչ Արտուր Բաղդասարյանին, ոչ Ռուբեն Հակոբյանին քաղաքական տխուր ապագայից չեմ փրկի իրենց ներողություններն անգամ։ Արտուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արտուր Բաղդասարյանը եւ իմիջայլոց Արտուր Բաղդասարյանի ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավականին մեծ դեֆիցիտ ունենալ։ Ես չեմ կարծում, թե Հայ ազգային կոնգրեսում կա որևէ մեկը, որ ամոթի դեֆիցիտ ունենա։ Երբ որ Սերժ Սարգսյանը եւ Դաշնակցությունը միացած էին, Դաշնակցությունը եւ իր նախորդ փորձը հաշվի առնելով ինչ որ առաջարկներ է անում, Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտի եւ մեզնից ոչ մեկը չգիտի, թե ինչ է նշանակում միանալ Սերժ Սարգսյանի հետ եւ կարծում եմ երբեք էլ չի իմանա։ Դաշնակցությունը սակայն Սերժ Սարգսյանի հետ տարբեր իրավիճակներում միանալու շատ մեծ փորձ ունի, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք այդ փորձի փոխանակման կարիքը չունենք։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Տարբերություն կա 2006 թվականի եւ 2011 թվականի Հայաստանի քաղաքացու միջեւ։ Սա է ամբողջ խնդիրը։ Ընդդիմությունը իր մեղքի բաժինը ունի այն բանում, որ թույլ է տվել, որ Հայաստանում ձևավորվի այնպիսի լկտի իշխանություն, որը կարող է Երևան իր մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին։ Եվ ես ասում եմ պաշտոնապես, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը նման բան այլևս թույլ չի տա։ Հայաստանում այլևս երբեք չի լինի այնպիսի իշխանություն, որ կարողանա սեփական քաղաքացիներին գնդակահարել սեփական մայրաքաղաքի կենտրոնում։ Ես ասում եմ, բոլոր այն իշխանությունները, ովքեր կմտածեն, թե կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր օրինական իրավունքները իրացնելիս ծեծել եւ քշել, ահա այդպիսի իշխանությունները կծեծվեն եւ կքշվեն ժողովրդի կողմից։ Անկախ նրանից ով կլինի այդ իշխանության ներկայացուցիչը, քաղաքական ինչ ուժ կներկայացնի։ Քաղաքականությունից հեռանալ այդքան հեշտ բան չի։ Պարոն Քոչարյանը ցանկության դեպքում անգամ չի կարող հեռանալ քաղաքականությունից, որովհետև այդ հանրությունը նրան պետք է թույլ տա հեռանալ քաղաքականությունից։ Դա շատ գիտեք, շատ մեծ երջանկություն է, երբ որ մեկը կարող է ուղղակի վեր կենալ եւ քաղաքականությունից հեռանալ։ Պարոն Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետեւ հեռանալու իրավունք ստանալուց եւ չստանալուց առաջ նա դեռ հանրության շատ հարցերի պետք է պատասխանի։ Սերնդափոխության կարիք այս պահին չեմ կարծում, թե Հայ ազգային կոնգրեսում կա, որովհետեւ ձեր ասած սերունդները կողք կողքի ներդաշնակ եւ ընդհանրության մեջ ընդհանուր գործ են անում։ Սերնդափոխության կարիք առաջանում է այն ժամանակ եւ այդ սերունդները չեն կարողանում համագործակցել։ Ես Հայ ազգային կոնգրեսում առնվազն տեսանելի ապագայում նման հեռանկար չեմ տեսնում։